Արյունակ հիմա շատ են խոսում գյուղատնտեսությանը զարգացնելու հետ կապված, բայց մենք դեռ չենք հասել գյուղական ինդուստրիայի։ Այո, շատ քիչ ունենք ինտենսիվ այգիներ, դա տոկոսային հարաբերությամբ շատ ցածր է, բացի դրանից էլ մենք իրացման լուրջ խնդիր ունենք։ Մեր տնտեսությունը նորմալ ձևով մենք չենք կարևոր դիվերսիֆիկացիայի խնդիր լուծենք։ Հիմա տեսեք, անգամ եթե նույնիսկ համարենք ինտենսիվ այգիներն են, որը շատ փոքր տոկոս է, մենք ասում ենք դե ինչ ա եղել, ռուսական շուկայի հետ աշխատում ենք։ Ինչ իմաստ ունի եվրոպական ստանդարտի ապրանք արտադրենք։ Ում ենք ուղարկելու դա։ Մենք չենք համարում, որ մեր հիմնական շուկան դա Եվրոպան է։ Մենք չենք համարում մեր հիմնական շուկան Միացյալ Նահանգներն է։ Կամ եթե մենք որակով ստանդարտով ապրանք ունենանք, արաբական նավթային երկրները թանկ եւ որակով ապրանք ուզում են։ Անապատային երկրներ են, նրանք դրա կարիքը ունեն։ Նրանք թանկությունից չեն վախենում։ Բայց մենք ինչի ենք ասում եք նա ռուսական շուկան կա։ Բա մտածեք, վաղը պատերազմը դադարեց Ռուսաստանում։ Ռուսաստանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի հետ։ Եվ այդ պարագայում Եվրոպան անիմաստ համարեց սանկցիաները։ Ընդհակառակը մտածեց Ռուսաստանը ինչ որ ռեպարացիաներ պետք է վճարի, դե եթե ռեպարացիա վճարի, դե պայման ստեղծեց, որ աշխատի Ուկրաինայի ավերված տարածքների փողը տա։ Համարենք Ռուսաստանն էլ համաձայնվել է այդ ռեպարացիան վճարելու։ Այդ դեպքում բացվելու է, չէ՞ շուկան։ Եվրոպական ստանդարտի արևելյան Եվրոպայի երկրները, որ մտնեն Ռուսաստանի շուկա, Հայաստանից քանի ապրանք կարող եք տանել այնտեղ։ Նույնիսկ ինտենսիվ այգու ապրանք։ Դուք ուղղակի տրանսպորտի պատճառով չեք դիմանա։ Այդ չեմ խոսում, եթե ինտենսիվ այգի չի։ Եթե դուք եվրոպական ստանդարտի ապրանք չունեք, վաղը դուք ռուսական շուկա չեք կարող մտնեք։ Իսկ մենք հիմնական մեր ապրանքը տանում ենք եվրոպական մաս Ռուսաստան, ոչ չենք տանում հեռավոր արևելք։ Շատ հազվադեպ է, որ գնում է որոշ պահածոներ գնահատեն այնտեղ։ Հիմնականում ապրանքները գնում է եվրոպական մաս։ Եվրոպական մաս, որտեղ հենց Եվրոպան որ մտավ, իր ինտենսիվ այգիների, իր արդյունավետ ապրանքների, իր որակով ապրանքների ամեն ինչ նորմալ հաշվարկած, մենք չենք կարողանալու այդ շուկային մոտենալ։ Այսինքն այսօր մենք աշխատում ենք մի շուկայի վրա, ասում ենք սա մեզ լրիվ բավարար է։ Վաղը մենք դա էլ չենք ունենալու։ Իսկ եթե մենք այսօր եվրոպական ստանդարտի ապրանք ունենանք, Եվրոպա էլ կուղարկենք, Ամերիկա էլ կուղարկենք, Ռուսաստան էլ վաղը կուղարկենք, երբ որ այդ պատերազմ, այսինքն մենք մի տարվա համար ենք այդ միլիոնավոր դոլարները դնում, որպեսզի տնտեսություն զարգացնենք։ Չենք մտածում վաղը ինչ արնելու։ Էնդել այդ դեպքում ես չեմ ուզում ասենք շատ խորանամ դրա մեջ որևէ մեկի նկատմամբ չմտածեն, բայց մարդիկ դժգոհում են։ Հայկական խանութներ կան Լոս Անջելեսում։ Մարդիկ հատուկ գնում են հայկական ապրանք առնելու։ Նայում ես, բայց դժգոհում են, ասում եւ թանկ աստածում եւ անորակ։ Այսինքն ասում բայց մենք ուզում ենք հայկական առնել։ Բայց դժգոհ ենք։ Դուք ինչ խնդիր եք լուծում։ Դուք սկի չեք կարողանում լուծեք այդ խնդիրը, որ մարդը մեծ հաճույքով ցանկանում է, որ այդ ապրանքը առնի, հայկական ապրանք առնի։ Մրցունակ ապրանք չենք կարողանում մենք սկի ապահովենք այն մարդու համար, որ գնորդի ցանկությունը հայկական ապրանք առնելու։ Այս շատ է խոսում այն մասին, որ ինչ է դժգոհ եք, որ ենթադրեք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը բացվելուց հետո Հայաստան կմտնի էժան ապրանք, հատկապես գյուղմթերքը, որ տեսնում ենք, որ բավական էժան, բավական մատչելի է մեզ համար։ Դնում եմ անվտանգության խնդիրը այս պահին մի կողմ, թե որքանով ենք մենք վստահում, որ այդ ապրանքը կհայտնվի Հայաստանում եւ մեր լաբորատորիաները ունեն հնարավորություն նորմալ վերահսկելու, տեսնել մենք ի վերջո ինչ ենք ստանում։ Դա հարցին ուրիշ հարցն է, անվտանգային խնդիրը թողնենք մի կողմ, զուտ խոսենք տնտեսական առումով ինչ նկատի ունեն։ Այո, եթե էժան ապրանք մտնի եւ մեր սպառողը էժան ապրանք առնի, իհարկե կարող ենք համարել գոհացուցիչ, բայց խնդիր է առաջանում։ Դրանից փլուզվում է քու գյուղատնտեսությունը։ Իսկ երբ որ քու գյուղատնտեսությունը փլուզվում է, քու տնտեսության մեջ բավական առանցքային դերակատարություն ունեցող ոլորտը փլուզվում է, որտեղ ինքը մրցունակ չէ, ինքը չի դիմանում այդ պայքարին, որի պարագայում արդեն ընդհանուր առմամբ համախառն ներքին արդյունքը կպակասի, մարդիկ կախքանտանան, վճարունակ պահանջարկ չի ձևավորվի, նույնիսկ ի վիճակի չես լինի էժանը առնես։ Իսկ եթե մենք կարողանանք մրցունակ ապրանք արտադրել, որը թանկ եւ որակով արտահանենք դուրս, որտեղ մենք գիտենք ինչ էլ արտադրենք, մատչելի չի լինի, չի կարող մրցակցել թուրքական ու ադրբեջանական ապրանքի դեմ, գոնե մենք կարողանանք այդ թանկն ու որակով արտահանենք նորմալ տեխնիկա տեխնոլոգիայի պարագայում, մենք կրկնակի կշահենք։ Էժանը կօգտագործի մեր սպառողը, թանկը կվաճառենք դրսի սպառողի վրա եւ դրսից կբերենք արտարժույթը։ Եվ մեր տնտեսություններն էլ կզարգանան, այո, մեր աշխատողները բարձր աշխատավարձ կստանան, մեր համախառն ներքին արդյունքը կմեծանա։ Իսկ եթե հանկարծ մենք չկարողացանք այդ մրցունակ ապրանքը արևմտյան ստանդարտներով արտադրելու արտահանել, այդ պարագայում արդեն ստացվելու է այնպես որ փլուզվելու է մեր գյուղատնտեսությունը էժան ապրանքի դիմաց, վաղը գալու են մտնեն մեր երկիր, տարբեր ձևի ձևակերպումներով, մանավանդ խաղաղության պայմանագրի անվան տակ բերելու են, որ մեր տարածքները հողատեսքերը գյուղատնտեսական առնելու են եւ մեր սեփականատերերին էլ ասել են հողի վրա գնա աշխատի։ Իսկ եթե հողը իր սեփականությունը չի, հողին կարճած չի, թողնում գնում է գյուղից։ Էլ չեմ ասում, որ լավ վաղը մյուս օրը կհասնեն նրան, որ եթե արդեն Հայաստանում էլ այդ տնտեսությունները իրան ձեռքին կլինի, ներմուծումներ իրան
իրանք ձեռքին կլինի։ Այդ ժամանակ ինչ կուզենան մեզ սպառողին կթելադրեն։ Այս սրա ճանապարհը եթե մենք հասկանանք, կհասկանանք, որ եթե մենք արտահանման խնդիրը չենք լուծել ու մեր դարպասները բացում ենք էժան ապրանքի առաջ, մենք փլուզում ենք մեր տնտեսությունը, որտեղ տեղական արտադրության համար պրոտեկցիոնիզմի քաղաքականություն եթե չես կիրառում, գոնե պետք է օգնես, որ դրսում ինքը բարենպաստ կարողանա ապրանք արտադրել մրցունակ։ Այդ դրա համար սա կարևոր խնդիր է, երբ որ ասում ենք գյուղատնտեսական հողատեսկերի նշանակության կեսը անմշակ է, նաև հարցը չի առաջանում։ Պետությունը չի մշակողը, որ պետությունն էլ ապրանքը իրացնողը։ Այո, հասկանում ենք, որ հողերը ժամանակին մի հեկտարով տվել են մարդիկ սեփականաշնորհել են։ Հիմա մարդը մահացել է, երեխաներին ամնացել, մի քանի մասի աբաժանվել։ Դուք պատկերացնում եք մի հեկտար հողի մի քանի սեփականատեր։ Մեկը Հայաստանում է, մեկը Հայաստանից դուրս է։ Եթե ընդենք մեկ ուզում է դա առնի։ Ավելի թանկ կնստի, եթե այդ մարդիկ կան այդ ձևակերպեն կամ նոտարական ձևակերպումով թղթեր ուղարկեն։ Իսկ դուք պատկերացնում եք ագրոտեխնիկական խնդիր հնարավոր է անել մի հեկտարի վրա։ Բա ինչ ա ուզում մարդ։ Եթե իսկ կողքի հողերը առնի է, եթե այդ մի հողակտորը անմշակ է, դա արդեն խնդիր է իր համար։ Չի կարողանալու նորմալ աշխատել։ Իսկ եթե մենք ցանկանում ենք այդ հողերի հարցը լուծել, նորմալ կոոպերացիայի խնդիր լուծել, այո, սեփականության իրավունքը շատ կարևոր է մարդու ձեռքից չվերցնել, բայց եւ միևնույն ժամանակ, որտեղ մարդը հողին կարճած նաեւ պետք է լինի, որ գյուղում մնա, բայց եւ միևնույն ժամանակ մենք պետք է մտածենք, որ այդ կոոպերացիայի շրջանակներում մի քանի հեկտարը միացնես ագրոտեխնիկական խնդիր լուծես, որ էժանը լինի, տեխնիկա կարողանաս տնես, որակյալ այդ ամեն ինչը կարողանաս անես, հակակարգային համակարգ ստեղծես, ցանց անես եւ այլ, այսինքն նորմալ ձևով դրան մարդկանց ռեկոմենդացիա տաս, մարդը ասма շատ է մարտադրում վրես ամեն Քիչ եմ արտադրում դեֆիցիտ ալում հաջորդ անգամ ինչու դա չի ստացվում որովհետև պետությունը իրացնող չի բայց պետությունը կարող է նրան օգնել մենք այսօր նույնիսկ տարական բան չենք կարողանում անել վերենք նստացնենք համապատասխան մարդկանց ասենք հարգելիներս մենք ունենք այսպիսի հողատեսկեր այսպիսի բնակլիմայական պայմաններ այսպիսի ջուր եւ այլ ամեն մի շերտի հետ կապված եկեք մի հատ ասենք առավելագույն բերքատվության հետ կապված մենք ինչ ապրանք կարող ենք ստեղ ունենալ ինչ մշակաբույս ինչ ենք ուզում եւ հետո մտածենք անպայման չի դա մենակ Հայաստանում լինի կարող է ուրիշ տեղ էլ կա որը կարող ենք վերել մեզ տեղ ունենալ եւ վերենք այդ ամեն ինչը վարկանիշային ձևով սենց շարենք առավելագույն բերքատվություն եւ մեկ էլ նայենք այդ ապրանքը առավելագույն ինչով կծախենք ապրանք կա որ լավ բերքատվություն ունի բայց դա ինքնարժեքը այնքան բարձր է ստացվում այնքան էժանը վաճառում անիմաստ է գյուղացի մենակ աշխատելու է ոչինչ չի ստանալու կանչենք մի հատ նստացնենք մեր խոհարար երիտասարդներին փորձառու մարդկանց ասենք մեզ օգնեք այս ապրանքը կիսաֆաբրիկատ կամ պահածո ոնց կարող է պատահի մենք ոնց կարող ենք մենք սա ներգրավել նաեւ մեր տնտեսության մեջ մեր կենցաղի մեջ եւ ոնց կարող ենք սա արտահանել որևէ երկիր եթե ինքը դրա կարիքը ունի այսինքն մենք ռեկոմենդացիա տանք թե դու ինչ ցանես այս պայմաններում ինչ տնկանյութ օգտագործես ինչ անես ինչ միշտ ունենաս ինչ բանջարեղեն եւ մեկ է ռեկոմենդացիա տանք թե որտեղ դա իրացնես պետության ֆունկցիան այդ կառավարող ֆունկցիայի վրա հետ կապված վերցնենք այդ խնդիրները էլի ոչ թե ասենք դա պետության գործը չի մասնավոր բիզնեսը բայց այդ մարդը հարկատու է քո քաղաքացին է այդ մարդը եթե շատ փող ստացավ նա քեզ համար վճարունակ պահանջարկ է ստեղծելու գնողունակ պահանջարկ է ստեղծելու բայց այդ մարդը բարիք է առնելու քեզանից պետություն բայց դու առավոտից իրիկու խոսում ես հարկեր վճարելու մասին այդ մարդը պատրաստ է վճարի դու իրացման բանը չենք կարողանում այս կարգի հարցերում մենք լուծենք